Շնորհակալություն հարգելի ազգային ժողովի փոխոսնակներ, օրերս հանդիպել եմ HiPost Փակbaşıны տիրական ընկերության լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում է Սպիտակ քաղաքի HiPost-ի մասնաճյուղին։ Այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ։ Նրանց խոսքով միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների, առաքման եւ այլ ծառայությունների որակի վրա, առաջացնելու է տեխնիկական խնդիրներ, բայց հարցը միայն սա էլ չէ։ Մարզի բնակչության 1/3-ը կենտրոնացած է Վանաձորում։ Ծառայություններն այսպիսով մատուցվել են ուշացած, դրանից օգտվելը դառնալու է ավելի դժվար ու պակաս մատչելի։ Մեկ օրինակով ուղղակի ներկայացնեմ, որ այսուհետ Լոռու մարզի ընդհանրության դատանի նամակները առաքվելու են Սպիտակ, հետո այնտեղից ուղարկվեն հետ նորից Վանաձոր, այսինքն տեխնիկական զուտ անիմաստ բյուրոկրատիա։ HiPost-ի այս դեպքը նաև առիթ է անդրադառնալու մինչ օրս տեղի ունեցած նման օպտիմալացումներին։ Բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ սեփականաշնորհելով կամ կառավարման վերցնելով հայկական ընկերությունները սեփականաշնորհման կամ կառավարման վերցնելու ժամանակ ստանձնած իրենց պարտավորությունները ոչ պատշաճ են կատարում, որի մասին բազմիցս խոսել եմ։ Նշվածի արդյունքում առանց որևէ կերպ մտահոգվելու հարյուրավոր անձանց կրճատում են իբր օպտիմալացման նպատակով բարձրացնելու համար մյուսների աշխատավարձերը, իրականում ստրկացուցիչ պայմաններում աշխատացնում մեր քաղաքացիներին իրենց համար ապահովում գերշահույթ ու չեն կատարում խոստացված ներդրումներն ու բարելավումները։ Այսպիսով տուժում են պետությունն ու քաղաքացիները։ Նույն մեթոդաբանությամբ ես պետք է հիշեմ, որ սկզբից Armentel, այժմ Beeline ընկերությունը զանգվածային կրճատումներ իրականացրեց կազմակերպությունում, որոշ տեղերում աշխատողների թվականակը 500-ից դարձնելով 50, սակայն դեռևս վճարում է խղճուկ աշխատավարձեր եւ շարունակում նշված վայ օպտիմալացումը։ Ես դատապարտում եմ նման գործելավոճը, տվյալ դեպքում HiPost-ի գործելավոճը, որը կառավարման է ընդունել HiPost-ը եւ այսօր նման կերպ է վարվում իր աշխատողների հետ։ Ընդ որում, մեծամասամբ կրճատումներն իրականացվում են մարզերում, որտեղ աղքատության ու գործազրկության իրական տոկոսը բազմապատիկ անգամ անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուշադրություն դարձնել այս խնդրին եւ թույլ չտալ այդ ընկերություններին նման կերպ վարվել մեր քաղաքացիների եւ պետության հետ։ Շարքային աշխատողներին վճարելով 50-60 հազար դրամներ, իսկ Երևանում նստած մենեջերներին միլիոնավոր դրամներ։ Սա ուղղակի աբսուրդ է եւ ծայրահեղ անհամաչափ անարդար մոտեցում։ Շնորհակալություն։